Պարոն Խաչատրյան, այսօր մեկնարկեց պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, նախ ձեր կուսակցության սպասելիքների մասին կխնդրեմ խոսեք։ Սպասելիքները բնականաբար դրական են, որովհետև ճիշտ է այսօր է մեկնարկել քարոզարշավը, մենք քիչ առաջ մեկնարկ տրվեց, ծրագիրը ներկայացրեցինք, մի փոքր հակիրճ, որքանով որ այսօր շրջանակներում հնարավոր էր միջոցառման անել, բայց կարող եմ ասել շատ լավ է, որովհետև մենք այս ընթացքում տարբեր հանդիպումներ ունեցել ենք քաղաքացիների հետ, նաև գյուղական համայնքի բնակիչների հետ, բնականաբար այդ հանդիպումներն էլ են մեզ ոգևորել, ոգեշնչել, որպեսզի մենք գնանք հաղթանակի։ Ահազանգեր կան և նաև փաստեր, որ խախտումներ են իրականացվում ԿՊ-ի կողմից, մասնավորապես առավել շատ են համայնքներում, այս մասով ինչ կարող եք ասել, հա։ Եթե նմանատիպ բան ընդդիմադիր որևէ թեկնածու աներ, հիմա արդեն կալանավորված չէր լինի։ Իհարկե կլիներ, բայց դա իրենք են անում, իրենց է բնորոշ, իրենք են իշխանություն։ Բայց ճնշումները, խախտումները նոր չի սկսվել, դեռ արդեն մոտ 2 ամիս է, երբ մարդկանց բարեկամներին, հարազատներին ոչ թե փորձում են, աշխատանքից ազատում են, ազատման դիմում գրելու հորդորով են հանդես գալիս, եթե դիմումը չի գրում, պարզապես հրամանով ազատում են։ Մենք վերջերս տեսանք Էջմիածնի Մաշտոցի համար թիվ 1 դպրոցի տնօրենը, ում ասել էին ազատման դիմում գրի, չէր գրել, որովհետև նման բան չկար, այն ինչ որ իրան ինչու մեղադրում էին, այդպիսի բան չկար։ Դիմում չգրեց, պարզապես հրամանով մարդուն ազատեցին աշխատանքից։ Այս դեպքերը շատ են։ Այս 2 ամսից ավել է շարունակվում է, էլի, արդեն հասել են հեռու բարեկամներին, ազգականներին, ընկերներին, հարևաններին, չեմ ուզում տենց ինչ-որ զոհի տպավորություն ստեղծել, որովհետև դա մեզ ընդհանրապես ոչ վախեցնում է, ոչ գործից հետ է պահում, ոչ մեր նպատակներից հետ է պահում, հակառակը շատ ավելի է ուժեղացնում եւ շատ ավելի մոտեցնում մեր վերջնական նպատակին։ Այսօր էլ ենք մենք տեսել քարոզարշավի առաջի օրն է տպագրական նյութերի տարբեր պաստառների փակցնել, երբ որ մենք ուղղակի տարածքային հանձնաժողովը մեզ դա չէր ասել, այսինքն ոչ թե չէր ասել, համայնքը տեղ չէր հատկացրել, որպեսզի փակցնել, իրենք փակցրել էին, հետո էլ ինչ-որ հանում էին, սենց մենք մեր աստվածներ, որ եթե կարելի է փակցնել, մենք էլ ենք փակցնելու։ Մենք ճանապարհին, որ Երևանից գալիս էինք դեպի Էջմիածին, կարելի ասել Զվարթնոց տաճարի սկսած էլեկտրասյուների վրա երկաթյա կոնստրուկցիաներով, այսպես իշխանական տեխնացուի պաստառներին ու անթիվ անհամար, մենք նույնիսկ չկարողացանք հաշվել թե ինչ։ Սա եւս խախտում չէ, ըստ դուք չեք ուզում որպես ընդդիմադիր ուժ, այսինքն ուժ, որը որ հայտ է ներկայացրել Վաղաշապատ համայնքում իշխանություն ստանձնելու, դիմեք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ այդ հարցին լուծում տան, հասկանան թե արդյոք Վաղաշապատի տարածքում դա եւս թույլատրելի թե չէ։ Մենք արդեն դիմել ենք եւ տարածքային ընտրական հանձնաժողով, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով, եւ Էջմիածնի քաղաքապետարան, որ հասկանանք դա ինչ գովազդային վահանակներ են, եթե գովազդային վահանակներն են, որ համայնքապետարանը թույլատրել, մենք գիտենք, որ ընտրական օրենսգրքով յուրաքանչյուր գովազդային կազմակերպություն պարտավոր է բոլորի համար հավասար պայմաններ տա։ Պարզապես չենք կարողանում գտնել, ոչ մի հեռախոսահամար չկա, այդ կազմակերպությունը չգիտենք, ինչ կազմակերպությունը, դիմել ենք, կիմանանք եւ կշարունակենք, իհարկե մենք դիմելու ենք, որպեսզի հավասարության սկզբունքը պահվի։ Արդյոք Գյումրիի եւ մյուս ընդդիմադիրների դեպքերը ցույց չեն տալիս, որ իշխանությունը միևնույնն է չի հանդուրժելու ժողովրդի քվեն այն պարագայում, եթե ընտրվի ընդդիմադիր ներկայացուցիչ։ Դե տեսեք, էլի մենք ականատես եղանք եւ Գյումրիում եւ Փարաքարում, բայց ես չեմ կարծում, մենք հաստատակամ ենք մեր գործողությունների մեջ, կարծում եմ հաղթանակի դեպքում մենք ծառայելու ենք մեր համայնքին, մեր բնակչին, ովքեր մեզ քվե են տվել։ Իսկ հաղթանակի դեպքում չկա մտավախություն, որ քրեական հետապնդումներ եւ գործեր կհարվեն։ Դա մտավախություն չի, դա պարզապես մի բան է, որ այսօրվա իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել։ Ամեն ստորություն, ամեն ճղճիմքայլ, դա նույնպես հենց այդ լոգիկայի մեջ է, իսկ դա մտավախություն չէ։ Խաչատրյան, Ապակցված ուժերը հայտարարում են, որ թույլ չեն տալու Գյումրիի երկուսին։ Դուք ինչպես կարձանագրեք այս ամենը եւ արդյոք այդ մտավախությունը, հա, որպես ձեր քիչ առաջ գործընկերոջ հարցի անդրադառնալով, մտավախություն չկա, որ ձեր վրա էլ այսպես ասած մի բան կգտնեն եւ նույն ձև։ Ես ասեցի, դա մտավախություն չի, դա իրենց աշխատելավոճն է, բայց մենք դրանից չենք վախում, եթե բոլորը վախենան, այսինքն պետքա չլինի պայքար, պետքա բոլորը լռեն, իսկ մենք այդ տեսակը չենք, այսօրվա մեր հավաքն էլ, մեր թիմն էլ դա հստակ ցույց տվեց։ Իսկ ինչ վերաբերում է Գյումրի 2-ին, մենք այդ միակ դեպքն է երևի, որ ԿՊ-ի հետ համաձայն ենք, իհարկե Գյումրի 2 չի լինելու, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ լինելու է Փարաքար 2, իհարկե ընտրական մասով։ Կհամախմբվի ձեր շուրջ։
այն ընդդիմադիր ուժերը, ովքեր իրական ընդդիմադիր դաշտից հանդես են գալիս, եթե այդպես չլինի, մենք պատրաստ ենք իհարկե համագործակցել։ Խաչատրյան նոր փուլ է մտել, այդ առումով ինչ կարող եք ասել, որովհետև հոգևոր կենտրոնն է եւ նաեւ եթե այստեղ ՔՊ-ն հաղթի, նշանակում է հաղթում է նաեւ եկեղեցուն։ Բնականաբար, ես իմ նախորդ հարցազրույցներում էլ հենց ձեր միտքը ասել եմ, անկեղծ ասած այսօր չեմ կարողացել մամուլին հետևել զբաղվածության պատճառով, բայց ցանկացած ոտնձգություն դեպի հայ առաքելական եկեղեցին հակազդեցություն ունենալու իմ թիմի, իմ ընկերների, իմ շրջապատի կողմից, որը նախկինում նույնպես եղել է։